ցանկացած անսովոր բան ենթարկվում է ավելի մեծ ուշադրության եւ բնականաբար քննադատության։ Կա ինչ-որ մի red flag, որ ժամանակին ռոմանտիզացրել ես, երիտասարդ մայր դառնալ ինչ տվեց քեզ եւ ինչից զրկեց։ Երեխայի հետ հարաբերություններում նա քեզ ցույց է տալիս քո իրական կողմը, որը որ մինչ այդ ուղղակի այդ հնարավորությունը չի ունեցել արտահայտվելու, հա։ Կորցնում ես այդ շարունակական լինելու ցանկությունը։ Առաջին հանդիպման ամենամեծ red flag-ը իրականությունից կտրված լինելը։ Ողջույն, ես Դինան եմ, ու սա իմ ու Օրանժի հետ համատեղ արդեն 11-րդ մոտեցումն է։ Այսօր իմ հյուրը նորաձևության ինֆլուենսեր, ակումբի անդամ Մադոննա Հարությունյանն է։ Մադոննա ջան, ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել ես մեր ոդկասթի հյուրը լինելու հրավերը։ Նորից ողջույն, շատ շնորհակալ եմ Դինա ջան հրավերի համար։ Սիրով, կարծում շատ լավ զրույց է սպասվում։ Ես սովորաբար չեմ գնում ինտերվյուների, բայց այստեղ նաև երևի կադրից դուրս որ մենք միասին ճանաչում ենք, դա էլ է ինչ որ իր գործը արել եւ տենց նախատրամադրվածությամբ եմ եկել, որ շատ սիրուն զրույց ենք ունենալու։ Այդ ֆորմատի հետևանքով մարդիկ սկսել են քեզ տեսնել որպես կերպար։ Այսինքն Մադոննան իր լուքերով, իր հագուկապով, այսպես ասած, բայց ես կարծում եմ, որ այդ կերպարը ամեն դեպքում ինչքան է որ մենք քեզ առօրյայում չենք տեսնում ավելի հաճախ, առնվազն ես քեզ հաճախ առօրյայում չեմ տեսնում, ընդհանուր է նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը ընդհանուր է թե քո կերպարի, ինստագրամյան կերպարի մասին է խոսքը, թե առօրյա Մադոննայի համար։ Կարծում եմ, որ ամեն դեպքում շատ աղջիկներ ասում են, որ դե փոքր ժամանակ տիկնիկներիս էի հագցնում եւ այլն եւ եթե անգամ պատմությունը նույնն է, ես կուզեմ դա եւս մեկ անգամ լսել ու հասկանալ ի վերջո հետաքրքրությունը նորաձևության նկատմամբ, որը կիսում են թե Մադոննա կերպարը, թե Մադոննան առօրյայում, որտեղից է սկսվել, ինչպես է զարգացել, ինչ ճանապարհ է անցել։ Ես հիմա նույն մանկությունից պիտի սկսեմ, որովհետև դե ճշմարտություն կա այդտեղ։ Փոքր ժամանակվանից ինչ մեծ հետաքրքրություն ցույց է տալիս երեխան, դա էլ հետո արտահայտվում է իրականում մեծ տարիքում։ Ոչ թե այդքան տիկնիկների հետ խաղալն ա եղել, ավելի շատ իմ հագուստների, կերպարների հետ խաղալն ա եղել։ Ես շատ շուտ եմ հասկացել, որ հագուստը ուղիղ ազդեցություն ունի իմ ինքնազգացողության վրա։ Եվ շատ հաճախ նույնիսկ բակում խաղալուց ես հասկացել եմ, որ այս հագուստով ինձ հարմար չի ոչ թե ինչ որ մի բան ինձ նեղում է, այլ ես ինձ այսպես լավ չեմ ընկալում։ Ուզում եմ փոխեմ հագուստս։ Ու շատ հաճախ հիշում եմ տենց դեպքեր, որ գնացել եմ տուն, փոխել եմ հագուստս, այդ փոխել հագուստը միայն իդեպ հագուստը փոխելու մասին չէ, հենց հագուստը ձևափոխելու մասին է նաև։ Դա եւս տեսնում ենք մենք բարբերաբար Instagram-ում։ Որը էլի արտահայտվում է իրականում։ Ու ժամանակի հետ ես միևնույնն է մեծ մասամբ այն աշխատանքները, որոնք կատարել եմ, եղել է նորաձևության հետ կապված, նույնիսկ եղել են դեպքեր, երբ շատ ավելի երիտասարդ ժամանակ աշխատանք էի փնտրում, բայց միայն դրես կոդի համար, թե ինչ պիտի ես հագնեի դա այնտեղ աշխատելուց, ես չեմ համաձայնվել որոշ աշխատանքներին, որովհետև էլի եղել է այն ուժեղ զգացողությունը, թե ես ինչպես եմ ինձ ընկալում հագուստի միջոցով։ Դա մի բան է, որ իհարկե շատերն են իրանց վրա զգում, չէ՞, որ դու մի հագուստով քեզ ուրիշ ձև ես զգում, այլ հագուստով ուրիշ ձև ես զգում, երևի թե իմ զգացողություններն ավելի սուր են կյանքի որոշումներ կայացնելու հարցերում դրա համար ավելի մեծ ուշադրություն եմ դրան դարձրել եւ վերջիվերջո դարձրել եմ իմ մասնագիտությունը։ Իսկ այդ չափ տեսանելի լինելը, միշտ կոկիկ լինելը, միշտ նորաձև լինելը, միշտ հետաքրքիր լինելը։ Շնորհակալ եմ։ Սիրով եւ անկեղծությամբ երբևէ բեր դարձել է քեզ համար, որ օրինակ զարթնել ես ու մտածել ես ինչու ես մտա այս աշխարհ ավելի լավ չէր լինի, օրինակ զբաղվեի մեկ այլ բանով եւ ստիպված չլինեի այսքան ժամանակ հատկացնել իմ կերպարները ստեղծելու վրա, որովհետեւ ես իհարկե չգիտեմ թե դու որքան ժամանակ ես հատկացնում դրանց վրա, բայց նայելով միայն կարող եմ ասել, որ առնվազն ժամանակատար են։ Գուցե հիմա ավելի հեշտ է ստացվում, որովհետև շատ երկար ժամանակ դրա մեջ ես դու արդեն։ Բեր եղել է, չի եղել, երբևէ այլ մտքեր ունեցել ես, այլ ինչպես ցանկացած այլ մասնագիտություն, որի մեջ դու ուզում ես հաջողել ու խորանում ես,
դա եւս ենթադրում է որոշակի բեռ, չէ՞։ Եթե դու լրագրող ես, պիտի ավելորդ անգամ ավելի շատ ուսումնասիրես նյութը, հյուրը, ցանկացած ոլորտ, որի մեջ պիտի լինես։ Նույնը արտաքին տեսքն է, ուղղակի արտաքին տեսքի հետ կապված կա թյուր կարծիք, որ դա այդքան կարևոր չի, չէ՞։ Մեր հասարակության մեջ միշտ ավելի տեղադրվում նրան, որ մանկուց դու սովորի արտաքին տեսքին ուշադրություն մի դարձրա, որը իր տեղը ունի, շատ մեծ ճշմարտություն ունի, բայց չէ որ դա էլ է մասնագիտություն։ Օրինակ, երբ ես դրանով զբաղվում էի, հավանականությունը, որ այսօր ես դա կդարձնեմ իմ հիմնական աշխատանքը 0-ին էր հավասար։ Ուղղակի շարունակական այդ process-ի մեջ դուրս եկավ այն, ինչ դուրս եկավ ու հիմա ունեմ այն, ինչով ես զբաղվում եմ։ Դժվարը բեռը, այո, ունի իր բեռի հատվածը, որովհետև շատ հաճախ դա ավելի շատ հանրային լինելու հետ է կապված։ Շատ կներես մի հատ ընդհատեմ, ես ուզում եմ, որ մենք այս թեմային իրականում մի քիչ ավելի խորը անդրադառնանք, որովհետև ես ինքս նկատում եմ տենդենց ավելի երիտասարդ սերունդների մոտ, որ իրենք ձգտում են լինել տեսանելի, լինել հայտնի Instagram-ում, չգիտակցելով, որ դա եւս բավականին ծանր աշխատանք է, որը որ ենթադրում է նաև պատասխանատվություն եւ հենց այդ բեռը, գուցե մի քիչ շատ ավելի ծանր է հնչում տերմինը, բայց ամեն դեպքում այո։ Հիմա ուզեմ դու էլ փաստես, որովհետեւ իմ զգացողությունը դա է։ Շատ ճիշտ է, որովհետեւ երբ դու դեռևս չես հասել այդ կետին, բայց քո նպատակը ենթադրում է, որ դու նաև դառնալու ես հանրային, դու չես պատկերացնում, որ դա ունի մի շարք սահմանափակումներ, դու պատկերացնում ես այն լավ կողմը, որ դու վայելելու ես հանրային սերը եւ միայն դրական կողմը կարող ես պատկերացնել, բայց առօրյայում շատ սահմանափակումներ են առաջանում, ամենասովորական կենցաղավարության մեջ, երբ դու ուղղակի ուզում ես դուրս գալ խանութ գնալ, առևտուր անելու տան համար, երբ դու ուզում ես դուրս գալ զբոսանքի եւ ամեն անգամ այդ հանրային կերպարը չես ուզում պահպանել, որովհետև ինչքան էլ հանրային կերպարը քո կերպարների մի որոշակի մասն է, կարծում անձը կարիք ունի հանգստանալու այդ ամեն ինչից, լինել ավելի հանգիստ կերպարի մեջ, դա չի բացառում, որ այն մյուս հանրային կերպարը ստեղծած իրական չի, դա էլ է իր մի մասը, եթե ինքը որոշակի կյանք ունի ու ապրում է։ Բայց այդ սահմանափակումները կան ու դա շատ դժվարություն է ներկայացնում առօրյայում։ Մանավանդ մեր փոքրիկ Երևանում, որտեղ կենտրոնը շատ փոքր է, զբոսնելու համար բոլոր փողոցները գիտենք ու բոլորը բոլորին ճանաչում են։ Այո, բոլորը բոլորին ճանաչում են ու երբեմն այդ հանրային կերպարը պահպանելը դժվարություն է իրենից ներկայացնում անընդհատ, որովհետև հանրային կերպարը ինչն է, որոշակի սպասելիքներ հանրության կողմից, չէ, քեզ ճանաչում են ինչ-որ ձևով ու սպասում են, որ դու այդպեսին պիտի լինես, բայց դու գուցե շաբաթներով չունենաս այդ էներգիան, որը որ սովորես բեմում կամ քո կոնտենտում տալու ու ամեն անգամ տալուց հետո հանգստի կարիք էլ ունես ու այդ հանգստանալու ժամանակ ուզում ես հայացքներից ազատ լինել։ Հիմա միանգամից երկու հարց եղացավ, առաջինին անդրադառնամ, որովհետև երկրորդը ենթահարցեր էլ է նաև ենթադրում։ Արձագանքների մասին խոսեցիր, երբ նույն երիտասարդները որոշակի ակտիվություն են ցուցաբերում, ենթադրենք Instagram-ում, բնականաբար առաջինը իրենց տեսնում է այդ շատ փոքր շրջապատը, որ իրենց շատ սիրում է, խրախուսում է, միայն դրական մեկնաբանություններ է թողնում, դրական նամակներ է ուղարկում, բայց բավարար է այդ փոքր բաբլից, այսպես ասած, դու դուրս գաս եւ կհայտնվեն բնականաբար մարդիկ, ովքեր որ այնքան էլ համակարծիք չեն լինի քո ընտրություններին եւ բնականաբար իրենց պարտքը կհամարեն դրա մասին քեզ անպայման հայտնել եւ ոչ տետատետ։ Եթե դա լինի փողոցում մոտենան, ասեն հնարավոր է շատ ավելի հետաքրքիր զրույց, ինչ որ ավելի մարդկային զրույց տեղի ունենա, բայց on-line հարթակում դա մի քիչ սուր է եւ կոնկրետ իմունիտետ է պետք ունենալ, որ կարողանաս պայքարել դրա դեմ։ Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ քեզ հետ էլ նման դեպքեր լինում են, որ հայտնվում են մարդիկ եւ իրենց կարևոր կարծիքն են փորձում փոխանցել քեզ։ Եվ այդ էներգիան, որի մասին որ խոսեցիր, այդ դեպքում էլ ավելի էներգատարա լինում, որովհետև իհարկե շատ հաճելի է, երբ բոլոր արձագանքները դրական են, բայց բավարար է լինի մեկ
բացասական արձագանք եւ դա կարող է ազդել քո ամբողջ օրվա տրամադրության վրա։ Իմ փորձառությունն եմ իրականում ասում, քեզ մոտ ինչպես է դա։ Ես հիշեցի քո ռիլերից մեկը, որ կարծեմ բրենդի անունը երևի թե չպիտի նշեմ կամ երևի համաշխարհային հայտնիության Բալենսիագայի կիսաշրջազգեստով ես հիշում եմ, որ շատ մեծ քննարկում առաջացրեց։ Ես փակեցի իրականում։ Շատ ափսոս, ռիլը թե իրականում չէ, ռիլը արխիվացրի, որովհետև ես անընդհատ սպասում էի, որ ինքը ինչ-որ պահի սպառելու է իր հետաքրքրությունը, բայց հետաքրքրությունը գնալով միայն ավելանում էր եւ ես պատրաստ չէի, որովհետև դա շատ միանգամից տեղի ունեցավ։ Եվ ես ուղղակի չդիմացա, բայց դու ոնց որ դիմանում ես։ Ես հիշում եմ, որ համեմատում էին ինչ-որ մեքենայի Այո, եւ իրականում հենց այդպես էլ կար։ Այո, որովհետեւ մոտիվացիան հենց մեքենայի գորգն էր, այսինքն ես գնելիս դա գիտակցել էի, այնպես չէր որ չէի մտածել, որ մոտիվացիան մեքենայի գորգից է։ Ուղղակի դա երբ արդեն որպես քննադատություն եղավ, դու որոշեցիր քեզ պաշտպանել ու էլ չառընչվել ավելորդ Անկեղծ որ ասեմ, եթե դա իհարկե հետաքրքիր է, քեզ հետաքրքիր է, չգիտեմ, ունկնդրին որքանով է հետաքրքիր։ Մի հատ էսպիսի պահ կար, որ ասեմ միանշանակ բացասական ավելի շատ կա հումորներ էին անում, որ ինձ ուղված չէր, ուղված էր դիզայներին, ուղված էր բրենդին, ուղված էր կիսաշրջազգեստին, բայց ես ինչ-որ պահի հասկացա, որ ես չեմ ուզում այդ մարդկանց հոսքը լինի իմ անձնական տարածքում։ Ինչքան էլ որ Instagram-ը հանրային տեղ է, ես չեմ փակում իմիջը, բոլորին հասանելի է, բայց դա ոնց որ մի հատ ավելորդ տրիգեր էր, իմ կողմ սևեռելու մի զանգվածի ուշադրություն, որի կարիքը ես չունեի։ Եվ միայն բացասական ազդեց դա ինձ վրա, առնվազն հոգեբանական տեսանկյունից։ Ես կարծում եմ հատկապես մեր հասարակությունում ցանկացած անսովոր բան ենթարկվում է ավելի մեծ ուշադրության եւ բնականաբար քննադատության, որովհետեւ ամեն դեպքում եթե նորաձևության մասին ենք խոսում, մեզ մոտ դեռևս շատ հիմնավորված է կոնսերվատիզմը, հա, այդ առումով կոնսերվանտ նայելու, ընկալելու, դիտարկելու ցանկացած նորություն, որովհետեւ երևի թե մեր կողմի հասարակության մեջ ընդունված էսթետիկաներ կան կոնկրետ, որոնք դասականն են, էլեգանտն են, չհնացած old money-ին, բայց դու էլեգանտի եւ old money-ի մեջ էլի կարողանում ես ինչ-որ կերպար ստեղծել։ Որոշակի։ Այսինքն մի բան, որը որ տարիներով իրանց աչքին շատ սովոր է ու եթե մի բան անսովոր է իրանց համար, վերջ, դա ուրեմն կամ պետքա հումորի, որտեվ մեր հասարակությունը նաև շատ ուժեղ կողմ ունի հումոր ու բոլորը դիրապետում են դրան գերազանց իրենց կարծիքով եւ ոչ միայն ամեն դեպքում իրար հասկանում են, դա էլ է ինչ որ ցուցանիշ։ Ինձ թվում է շատ բնական բան է տեղի ունենում, որովհետև քո լուքը ստեղծած շատ անսովոր է մեր հասարակության համար ու եթե ես անդրադառնամ իմ լուքերին, որոնք քննադատության են արժանացել, եղել են շատ են եղել, այդ լուքերը կրկին եղել են շատ անսովոր մեր հասարակության աչքի համար ու process-ը, որ հանդիպել են այդ լուքերը քննադատության, հումորների, օրինակ իմ ունքերը Մինչ հերու չգնանք Մնանք է սահմաններում Մինչ օրս իհարկե որոշ չափով սովորեցին այլևս բայց երբ ես նոր փորձեցի գունաբացել եւ նոր էքսպերիմենտներ էի անում իմ ոճի հետ մի ժամանակ բլոնդ էի, հետո երբ արդեն սկսեցի բնական գույնս թողել որ գա, հասկացա որ դա ինձ քիչ է ու ուզում եմ որ ինչ որ մի բան ստանդարտից դուրս լինի իմ արտաքին տեսքում ու ժամանակ էլ շատ միջազգային հարթակներում շատ տրենդային էր ունքերը բացացնել կամ շատ բարակացնել կամ ընդհանրապես հանել այնքան որ ասենց բարակ թելի նման լինի կամ նույնիսկ գծել դրա փոխարեն, հա, նույն 90-ականների էսթետիկան ես սկսեցի դա փորձել ու դա շատ վատ ընկալվեց եւ իմ աուդիտորիայի կողմից, որտեվ նրանք պատրաստ չէին դրան։ Այսինքն նույնիսկ կոմենտները այնպիսին էին, որ մենք ձեզ շատ ենք սիրում, բայց խնդրում եմ վերադարձրեք ձեր ունքերը։ Մոդոնն է որտեղ են ձեր ունքերը հա ժամանակի հետ որոշ չափով սովորեցին կամ գուցե մազերի կոնտրաստի հետ մեկտեղ որտեղ ժամանակին կիսաբլոնդ
տեսք ունեի, այսինքն եւ մազերս էին բաց որոշակի եւ ունքերս, երբ նոր սկսեցի գունաբացել, դեռևս շատ էր մեծ այդ տարբերությունը, բայց ժամանակի հետ երևի սովորեցին, հիմա էլ այդքան ուշադրություն չեն դարձնում, բայց երբեմն հանդիպում են իմ աուդիտորիայից դուրս մարդկանց կողմից կոմենտներ, որոնց անձը հնարավոր չի հաստատել ովքեր են նրանք, որովհետեւ ուղղակի 005678 անունով էջեր են, որոնք իրենց թույլ են տալիս իրենց կարևոր կարծիքը հայտնելու։ Դա ուղղակի իսկ ինչպես է ինքնապաշտպանվում, եթե սա ճիշտ տերմին է այստեղ օգտագործելու համար, որովհետև ամեն դեպքում ուղղված է քեզ։ Անկախ նրանից ասում են, մենք ձեզ սիրում ենք, բայց, այսինքն այդ բայցը ինքնին ինչ-որ մի բան է ենթադրում եւ բնականաբար հաճելի չէ, այսինքն եթե դու քեզ մոտիվացրել է ինչ-որ մի բան գնալ ինչ-որ քայլի, նշանակում է, որ երկար ծանրութ թեթև ես արել կամ թեկուզ շատ ինտուիտիվ որոշում ա եղել, որի հետ որ դու պատրաստ ես ապրել։ Բայց երբեմն արձագանքների հետ ապրելը դա ավելի բարդացնում է։ Եվ քանի որ մենք խոսեցինք երիտասարդ սերունդների մասին, ովքեր որ չգիտակցելով գուցե բոլոր դրական եւ բացասական կողմերը հանրային հարթակների ուզում են ներխուժեն այդ ոլորտ, կուզեմ որոշակի խորհուրդներով կիսվես, ինչպես կարելի է անտեսել, կարդալ, դիալոգի մեջ մտնել եւ բացատրել, որովհետեւ ես լուծումը չգտա եւ իմ ամենահեշտ ձևը պարզապես արխիվացնել եւ իրենց մասին մոռանալն էր։ Հա։ Հիմա ես մտածում եմ ու իմ մտքին եկավ այն, որ երևի թե իմ նպատակը ընդհանուր իմ գործունեության մեջ ոչ թե հանրային հաստատում եւ ընդունելություն ստանալն է, որտեվ դրանք շատ հեշտ ճանապարհներ են իրականում, ավելի շատ ինչ որ բան հասարակության մեջ փոխելն է, մի բան, որը որ ես եմ կարողացել հասկանալ ու տեսնել ու դրան ժամանակ տրամադրել, խորանալ, էքսպերիմենտներ անելով զուգահեռ եւ դա ցույց տալ, կիսվել որ կա այս կողմն էլ։ Երևի թե քանի որ նպատակ կա ու դա ուղղված չի ուղղակի հանրային հայտնիություն ձեռք բերելու վրա, ունենալ սեր եւ միայն ընդունելություն, որ քո ամեն կերպարը շլացուցիչ է եւ արժանի է ծափահարությունների, որովհետեւ ինձ համար ամեն կերպարի հետևում, ես հիմա շատ բարձր չեմ ուզում խոսել իմ կերպարների մասին, որովհետեւ շատ թերի կերպարներ կան, դրանք էքսպերիմենտների արդյունքում են ստեղծվել ու դեռ շատ բաներ կա, որ շատ կուզեմ փորձեմ, բայց ես կերպարին գլոբալ նայում եմ, որ դա ունի ինչ-որ պատմություն, դա ունի ինչ-որ նպատակ, անցյալի հետ կապված, էսթետիկայի հետ կապված, իսկ երբ կա նպատակ, արդեն մնացած կոմենտների արժեքը նվազում է ու դա չի նշանակում, որ ուշադրություն չեմ դարձնում, հա, կարդում եմ ու կար ժամանակ, որ գուցե մի քիչ տհաճություն էր պատճառում, նայած ամեն մեկը չի, որ շատ գեղեցիկ մեկնաբանություններ ա թողնում, չէ, նույնիսկ քննադատության մեջ կան շատ կոպիտ քննադատություններ։ Երևի թե դրանք կարող են ավելի տհաճ թվալ, որոնք միանգամից բլոգի կարող են արժանանալ, բայց ընդհանուր երևի թե որ ամփոփեմ, եթե կա նպատակ ու այդ նպատակը ծառայում է քո գործին, այդտեղ վերանում է արդեն այդ վերանում են վախերը, որոնք քեզ կարան հեռացնեն քո գործունեությունից, որտեվ քո նպատակը արդյունքում ավելի մեծ է։ Դու բան ունես փոխելու, դու բան ունես տալու։ Տեսել ես դա, հավատացել ես, զգացել ես, հիմա այդ գործընթացի մեջ ես։ Իրականում շատ հետաքրքիր բան ասացիր, որովհետև իմ դեպքում ի սկզբանե նախ իմ գործունեությունը նորաձևության շուրջ չի, պարզապես ես ինչ որ պահից սկսած տարբեր պրոյեկտներում ներգրաված լինելու արդյունքում որոշակի լսարան ունեմ եւ իրենց հետ փորձում եմ կապի մեջ լինել ու տարբեր հետաքրքրություններ ու թեմաներ եմ փոխում, չունեմ ինչ-որ հստակ ուղղվածություն ու այդ նպատակի պահով ինչ կուզեմ ասել, որ այդ շրջանում ես ուղղակի իմ ունեցած զգեստապահարանում էքսպերիմենտներ էի անում, որովհետև իրոք ունեի որոշակի իրեր, որոնք որ տենց տարիներով պարզապես կախված էին ու ինձ հետաքրքիր եթե ես իրենց գրեի այսօր ինչպես կհամադրեի կամ կոնկրետ այդ նշած օրինակով ինչպես կկրկնօրինակեի արդեն իսկ համադրված կերպարը, բայց իմ դեպքում քանի որ նպատակ չկար, ես շատ ծանր տարա, որովհետև իմ պլյուս-մինուս 7000 հոգանոց հետևորդների լսարանուն քանակով 5000 հատ իրար ուղարկելու արդյունքը դա մի բան էր, որի տակ ես չէի ստորագրել
Եվ ես չէի ուզում, եւ ես պատրաստ չէի այդքան հետաքրքիր մի անգլերեն լավ բառ կա exposed լինելու, հա, այդ տիպի տեսանելի լինելու եւ իմ լրագրող դասախոսներից մեկը մի լավ խոսք ուներ, որ օգտագործում էր հեռուստատեսության հետ կապված ամենուր թափանցելի լինելու, այսինքն ես իմ կիսաշրջազգեստով, որը գրոտեսկային է, եւ ես գիտակցում էի դա, գնացել էի մարդկանց տներ եւ ասում էի դե այո, եւ ասում էի դե ինչ կասեք այս պահով, բայց այնտեղ կարծիք չէի հարցնում եւ ասեմ ավելին, այնպես էլ չի, որ ես այդ կերպարով դուրս եմ եկել, որովհետեւ նպատակը պարզապես կրկնելն էր, բայց երկարաժամկետ նպատակ ես չունեի։ Դրա համար ուղղակի ավելի ճիշտ համարեցի դա փակել, որովհետև ինձ չէր օգնում, ուղղակի ինչ որ աղմուկ էր բերել իմ կյանք, որը որ ինձ ընդհանրապես պետք չէր եւ խանգարելուց բացի ուրիշ ոչինչ չէր տալիս ինձ ու այս շատ հետաքրքիր է, այսինքն եթե կա նպատակ ինչ որ մի բան փոխելու կամ թեկուզ հանրային լինելու կամ հայտնի դառնալու երևի կգտնվի նաև այն ուժը, որը որ կօգնի քեզ պայքարել ցանկացած տեսակի մեկնաբանությունների դեմ, կլինի դրական, բացասական, թե նեյտրալ։ Եվ մի բան էլ ասեմ, իրականում շատ ավելի վախենալու են, քո մոտ եւս դա նկատել եմ։ Շատ ավելի վախենալու են, երբ շեյրերի քանակը շատ է, բայց դու չգիտես ինչ է խոսում։ Ես միշտ հետաքրքիր է ինձ, ես երբեմն story եմ դնում, ասում եմ ինձ կգրեք ինչ եք ուղարկում ասելուց, հա, ուղարկելուց ինչ եք ասում, որովհետև այդ շատ հետաքրքիր է, այսինքն ես կուզեի մի հատ տենց super power ունեն։ Կամ Instagram-ը տար այդ հնարավորությունը, չէ՞։ Ես տեսնեի ինչ են, որտեղ ինձ թվում է շատ հետաքրքիր պատմություններ կարան այնտեղից դուրս գան, որովհետև երբ այդքան մեծ քանակ ես տեսնում, երբ դա ավելի շատ է գուցե քան լայքերը, քեզ իսկապես հետաքրքիր է։ Լավ, մեծ մասը հասկանում ես ինչ կոնտեքստի մեջ է, բայց այդ քանակը, որ այդ հետաքրքրասիրությունը շարժել է, առաջացրել է մարդկանց մոտ, քո մոտ էլ է առաջանում ավտոմատ, քեզ հետաքրքիր է ինչ են գրում ուղարկելուց։ Այդ իրոք համ հետաքրքիր է, համ ինչ որտեղ վախենալու եւ գուցե մենք նայենք ուրախանանք, մտածենք, որ դա օգնում է մեր նպատակին եւ գործունեությանը, բայց գուցե ինչ որ այլ շերտերում անգամ խանգարի։ Հա, ալգորիթմի մեջ օգնում է, որովհետեւ այդպես ավելի շատ engagement է ստանում post-ի միջոցով, ավելի շատ մարդ է տեսնում եւ այդ process-ը ինձ թվում է, որ անխուսափելի է, ինձ թվում է ես չեմ ճանաչում որևիցե influencer blogger ով առանց քննադատության շատ մեծ, հա, երևի ամենահեշտը նույնիսկ հումորում, ուզում եի ասեի Հայաստանում ամենահեշտը երևի հումորի ասպարեզն է, որովհետև կարող են ասել դե հումոր է, բայց կարծում եմ մեկ այլ շատ սուր քննադատություններ լինում են։ Եթե կա ինչ որ կերպարի կրկնօրինակում, չէ, կամ մի քիչ ավելի այդ նուրբ գծից եթե շեղվեցին, հնարավոր է սխալ ընկալվի, բայց ինչա թե դա հումոր է, հնարավոր է այդքան քննադատության չհանդիպի։ Բայց մեծ մասամբ ինձ թվում է, եթե դու առաջ ես գնում social-ում, միևնույնն է դա իր այդ մյուս կողմն էլ է լինում, որ քեզ տալիս է նոր աուդիտորիա, որը պատրաստ չի քեզ ընկալելու։ Ամեն դեպքում ոնց որ ասում են be aware, որ հեշտ չի ճանապարհը ամեն դեպքում հանրային լինելու եւ չեմ կարող նաեւ չանդրադառնալ, հեշտ էլ չի հանրային սիրո մեջ լինելու ճանապարհը, պատմությունը, առավել եւս երբ դա եղել է տարիներ առաջ, երբ դու շատ ավելի երիտասարդ էիր, ինչպես կհիշես այդ փորձառությունը։ Ես կուզեմ ավելի կոնկրետ խոսենք, որտեղ ես հանրային սիրո մասին մտածեցի ավելի շատ, եթե ճիշտ հասկացա, մարդու ու հանրության կապի սիրո մասին։ Դրա մասին մենք արդեն խոսել ենք։ Մեկնաբանությունների ձևով ավելի անձնական եւ ռոմանտիկ սիրո մասին է խոսքը։ Իսկ հարցը ինչպիսին էր։ Շատ լավն էր հարցը։ Մնում է պատասխանը ստանանք։ Հանրային ճանապարհը շատերը ընտրում են գիտակցաբար, բայց հանրային սիրավեպ ունենալը այդպես գիտակցաբար քայլ չի, կարծում եմ դա ուղղակի լինում է եւ դու պատրաստ ես լինում դրան կամ պատրաստ չես լինում կամ ճանապարհին սովորում ես լինել ավելի տեսանելի, որովհետև նորություն չէ, որ մարդկանց թեկուզ նույն անձնական կյանքի հետաքրքրության հետ կապված
ես ինքս որոշակի մոնիտորինգ եմ արել եւ կարծում եմ, որ հատկապես այն Instagram-յան աղջիկներ, ովքեր որ ունեն անձնական կյանք, սիրավեպեր, որոնց մասին որ իրենք պատրաստ են լինում պատմել, մի քիչ ավելի մեծ լսարանի են կարողանում գրավել, որովհետեւ դա բոլորին հետաքրքրում է։ Սիրավեպերը բոլորին հետաքրքիր են։ Չեմ ուզում շատ հարցեր, չեմ ուզում շատ բացեմ հարցը, որովհետև դու գիտես ես ինչի մասին եմ խոսում։ Լավ, վերադառնանք։ Վերջերս տեսել եմ մի շատ հետաքրքիր reel, որից շատ մեծ ջերմություն եմ զգացել։ Հուսով եմ կարող եմ ֆիլմի անունը նշել, խոսքը Զոնտիկ ֆիլմի եւ քո եւ Սոս Ջանիբեկյանի աֆիշի, այո, reel-ի մասին է։ Եթե չեք տեսել, խնդրում եմ գնացեք հենց հիմա փորփրեք Մադոննայի էջը եւ գտեք այդ reel-ը։ Հուսով եմ դու չես արխիվացրել դա։ Ուզում եմ խոսես քո թույլտվությամբ իհարկե, քանի որ այսքան ինձ դրթեցիր, որ ես փակագծերը բացեմ, կարծում եմ պատրաստ ես, ուզում եմ խոսել քո եւ Սոսի փոխհարաբերությունների մասին եւ ձեր գեղեցիկ հանրային սիրո մասին, որը որ ձեզ տվեց մի հրաշք աղջկա, ում մենք եւս կանդրադառնանք։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր ներկայացնում, հանրային սիրավեպ, ես արդեն sense ինչ որ գիրք էի պատկերացնում, որտեղ գլխավոր հերոսուհին, գլխավոր հերոսի հետ միասին ինչ որ շատ հետաքրքիր պատմություն են ունենում, շատ գեղեցիկ ներկայացնում էր, բայց չեմ համաձայնի, որ ասես, որ դա այդպես չի եղել։ Չէ, իհարկե դրա մեջ ճշմարտություն կա եւ այո, բայց չգիտեմ ինչ պիտի անցյալից խոսեմ եւ արդյոք իմաստ կա թե ոչ, բայց ներկայումս մեր փոխհարաբերությունները շատ ավելի մեծ նպատակի համար են ծառայում, քան նախկինում կենտրոնացած միջանձնային ակնկալիքների, սպասելիքների, կարիքների վրա, որովհետև մենք ունենք Անայիս եւ հենց նա էլ այդ մեծ նպատակն է հանդիսանում, որի շուրջ մենք կարողանում ենք նստել կլոր սեղանի շուրջ, պայմանավորվել ինչ որ հարցերում, որտեղ գուցե եւ մենք լրիվ տարբեր դիրքորոշումներ ունենք։ Դու այս պատասխանը չէիր ակնկալում։ Այս պատասխանը ես գուցե չէ, բայց հաստատ ունկնդիրը այլ պատասխան էր ակնկալում։ Լավ, փորձեմ մի քիչ ավելի բացել։ Ես կարող եմ բացել, քանի որ պաստառից խոսքը գնաց։ Պաստառը, որովհետև եթե այսպես ասեմ, եթե ես պաստառը չտեսնեի, գուցե անգամ չտայի այս հարցը, որովհետև քո գործունեությունը դու ինձ ստիպեցիր։ Դու ինձ ստիպեցիր։ Քո գործունեությունը այնքան գեղեցիկ է ու այնքան խորն է ու թեկուզ յուրաքանչյուր կերպարիդ կարելի է անդրադառնալ ժամերով, բայց ամբողջ ռիլն էր մեղավոր։ Բայց այդ ռիլում գլխավոր դերերում նաև իմ կերպարն էր, ափսոս էր այդ կերպարով կոնտենտ չստեղծել եք, ճիշտը խոսենք, հա, շատ նման իմ այսօրվա արտաքին տեսքին մազերի հետ կապված։ Ես այսպես ասեմ, ֆիլմից որ դուրս եկա, շատ հուզված էի Սոսի խաղից, որովհետև շատ իրական էր թվում ամեն ինչ ու երևի թե ես նաև սենց իրեն ավելի լավ ճանաչելով ինչ որ համեմատություն էի անցկացնում որպես Սոս, ով երեխա ունի, չէ որ այնտեղ էլ Այո։ Հա, երևի թե շատ ենթագիտակցորեն այդպես էլ հենց ընկալել եմ իր կերպարը եւ ունենալով շատ լավ հարաբերություններ, որը մենք չենք թաքցնում բացարձակ, այդ պահին շատ հանկարծակի միտք առաջացել նկարելու, կրկնելու այն տրենդը, որը որ անում են հայերեն չեմ հիշում Գրազավոյ Պիրիվալի պաստառի ֆիլմի դերասանի հետ։ Ես ճիշտ ասած վերջերս հասկացել եմ, որ բավարար ժամանակ չեմ անցկացնում գուցե Instagram-ում, որովհետև շատ տրենդներ չեմ տեսնում ու օրինակ չեմ էլ իմացել, որ այդտեղ կա ասոցիացիա, զուտ մտածեցի, որ դա ինքնաբուխ ինչ-որ ու ավելի ջերմ ընկալեցի հավանաբար, որովհետև չունեի այդ Իդեպ գտնվեցին մարդիկ, ովքեր էլի տրենդը չէին տեսել եւ ուզում էին հասկանային տրենդի իմաստը։ Ես մի փոքր հայաֆիկացրեցի այդ տրենդը հայ դերասանի հետ արեցի, հայ դերասանի։ Բայց այդտեղ այնքան իմաստ կար։ Ես չգիտեմ, ոնց կարելի է։ Ենթաշերտերը շատ էին, համաձայն եմ, բայց դա իրականում տրենդա, որ գոյություն ունի, ուղղակի արվում է Ջեյքոբ ճիշտ եմ հիշում, Էլորդի, այո, իր հետ եւ մի փոքր այլ
տեսքով, որովհետև այնտեղ գլխավոր դերասանը, պիտի որ համբուրի Մադոննայի հետ հարաբերությունների մեջ չի եղել։ Այստեղ ուղղակի սոսը շատ ուրիշ ձև է նկարված։ Ես տենց մի փոքր հայաֆիկացրեցի տրենդը եւ շատ ստացված է կարծում եմ տրենդը, ինձ թվում է պետք է շարունակել։ Ինչպես ասեցի, հիացած էի ուղղակի որպես դերասան իր կատարած աշխատանքով, կեպշնի ներքևի հատվածում նշեցի, որ լավագույն դերասանը իմ կարծիքով, որովհետև շատ տպավորված էի, իսկապես շատ արժանի աշխատանք էր տարվել, որը չգնահատել չէի կարող, եւ հենց այդ պահի իմ որոշումներ կիսվել այդ ամեն ինչով, որտեղ չեմ տեսնում ինչ որ եթե մենք բաժանված ենք, ուրեմն վերջ, մենք չենք կարող իրար support անել, դու չես նայում այլևս սոսի ֆիլմերը։ Վերջ մենք չենք նայում սոսի մասնակցությամբ։ Քանի որ թեման շատ նուրբ է, ես մի հարց ունեմ գրած, որը քո թույլտվությամբ կկարդամ, որ հանկարծ ոչ մի ավելորդ բառ չասեմ, որպեսզի սխալ չընկալվի ոչ քո կողմից, ոչ հանդիսատեսի կողմից, քանի որ դու ինքդ բերեցիր հասցրիր այս կետին եւ ես շատ հուսով եի, որ մենք կհասնենք այս կետին, ամեն ինչ մեղավորը դու ես։ Ուրեմն հարցս հետևյալն է, որ նախորոք գրել եմ ու էլի ոգեշնչումը եղել է ռիլից։ Մենք սովոր ենք մտածել, որ հարաբերությունը կամ ստացվեց, կամ չստացվեց։ Քո փորձով կարող է լինել սեր, որ փոխում է ձևը, բայց չի անհետանում։ Այո, ես քիչ առաջ նշեցի, դա այն է, երբ դու միջանձնային փոխհարաբերություններից, որտեղ ներառված այդ ակնկալիքները, թե ես ինչ եմ ուզում, նա ինչ է ուզում, ինչ կարող ենք իրար տալ, ավելի մեծ նպատակ կա։ Մեր դեպքում Անահիսի տեսքով, որն էլ մեզ ստիպում է նայել իրար եւ մեր փոխհարաբերություններին ավելի գլոբալ, ոչ թե անձնավորած, ոչ թե նեղացրած, այլ լայնացրած։ Եվ կարծում եմ, որ ցանկացած փորձառությունից հետո որոշակի պատկերացում է փոխվում, որոշակի գաղափարների վերաբերյալ։ Փոխվել է արդյոք եւ եթե փոխվել է, ինչպես է փոխվել քո պատկերացումը սիրո նկատմամբ։ Հա, փոխվել է ու երևի թե տարբերությունը այն է, եթե ես համեմատեմ ինձ ավելի երիտասարդ տարիքում եւ հիմա, շատ ավելի ուրիշ ձև եմ ընկալում փոխհարաբերություններ ասվածը, շատ ավելի կարևորում եմ իմ ինքնազգացողությունը տվյալ մարդու կողքին, շատ ավելի կարևորություն եմ տալիս արդյոք դա քո մարդն է, թե ոչ։ Հենց այդպես է, այսինքն փոխվել, վերածվել է լրիվ այլ տեսանկյունից նայելու տարբերակին։ Քո մարդնայի հետ կապված մի բան եմ ուզում ասել, շատ անգամ մենք հարաբերություններում անտեսում ենք տերմինը անգլերենով եմ ասելու, բայց կարծում եմ, թե այնքան տարածված է, որ բոլորը կիմանան ինչի մասին է խոսքը, red flag-երը։ Այսինքն այն ակնհայտ գծերը, բնավորության, ապրելակերպի, որոնք որ դու միանգամից տեսնում ես ու հասկանում ես, որ հավանաբար, այսինքն չէ, այսպես ասեմ, դու տեսնում ես ու ներքուստ գիտես, որ սա չի ստացվելու, բայց փորձում ես ինքդ քեզ համոզել, որ գուցե green flag-երը, կանաչ դրոշներն այնքան շատ են, որ կարող են գալ եւ չեղարկել այս 1 կամ 2 red flag-ը։ Հիմա հարցս հետեւյալն է։ Ո՞րն էր հարցս։ Շատ զգուշ եմ փորձում հարցերից մեջ լինել։ Կա ինչ-որ մի red flag, որ ժամանակին ռոմանտիզացրել ես, բայց այսօր չես էլ փորձի այդ red flag-ի հետ ճանապարհ անցնել կամ փորձեր անել։ Ոչ թե ռոմանտիզացրել եմ, այլ չտենալու եմ տվել red flag-երը։ Մտածել եմ, այդքան կարևոր չի, այն ինչ որ իմ մարմինն է ինձ ասում, այն ինչ որ զգում եմ։ Մտածել եմ, դե մարդիկ տարբեր են, եթե սենց ավելի պրիմիտիվացնենք, բայց հիմա, եթե red flag-ն էլ այնքան շատ տարբեր ընկալում ունի իրականում, red flag-ը ինձ համար ավելի շատ այն է, թե դու ինչպես ես զգում տվյալ մարդու հետ քեզ հարաբերությունների մեջ,
ոչ թե նա ծխում է, խմում է եւ ինչ որ զբաղվում է գործունեությամբ, որը անթույլատրելի է քո պատկերացրած ապագայի համար, ու ոչ թե դա է red flag համարվում, այլ իսկապես դու քեզ ինչպես ես զգում այդ մարդու հետ։ Դա ավելի դրական ազդեցություն է ունենում քեզ վրա, քո կյանքի վրա, թե ավելի բացասական։ Ու այդտեղ էլ հասկանում ես, որ նա red flag քեզ համար, որ նա green flag քեզ համար, ոչ թե այն չափորոշիչները, որը գուցե արհեստական ուղղակի հասարակական կարծիքի միջոցով դու ինքդ քեզ ստեղծել ես ինչ որ կերպար, որը որ գուցե այն չի, ինչ որ դու ուզում ես։ Բայց այստեղ ուզում եմ մի քիչ բանակցենք իրար հետ։ Այո, ես բաց եմ։ Շնորհակալ եմ շատ, զուտ ասեմ ինչու, որովհետև ես ինքս հարաբերությունների մեջ լինում եմ, հարաբերություններից դուրս եմ գալիս, ինքս իմ համար ֆիլտրում եմ, այսպես ասած, red flag-եր։ Այստեղ մենք, քանի որ ամեն դեպքում առողջ ապրելակերպի ոդկասթի շրջանակներում ենք, դեռ չենք հասել, բայց այո, հուսով եմ կհասնենք։ Ինչպես ես քեզ զգում եւ օրինակ ծխում, խմում եւ այլն եւ այլն։ Ինչու եմ ես երկուսը առանձնացնում, հիմա կբերեմ կկապեմ իրար։ Օրինակ ես ունեմ ընկերներ, հիմնականում օտարազգի ընկերների մասին է խոսքը, որ ինձ ասում են դու բավարար տնից դուրս չես գալիս, գնա երեկոյան ակումբներ, բարեր, որպեսզի կարողանաս գտնել քո երկրորդ կեսին։ Եվ ես, որ առավոտյան շուտ եմ զարթնում, գնում եմ օրանժ, մարզվում եմ, հասկանում եմ, որ ուղղակի չեմ կարող ակումբում կամ բարում գտնել ինչ-որ մեկին, ով կհամապատասխանի ինձ։ Գուցե ինքը կլինի հրաշք անձնավորություն, գուցե ընդհանրապես չի ունենա ոչ մի ակնհայտ red flag-եր, բայց քանի որ ես ընտրում եմ կոնկրետ այս ապրելակերպը, որտեղ որ ես ուզում եմ երեկոյան, օրինակ, չգիտեմ, իմ ընտրյալի հետ ժամանակ անցկացնել ավելի մտերմիկ, ոչ աղմկահարույց միջավայրերում, դա արդեն ինձ համար կարող է լինել red flag, որովհետև եթե ես տանը սպասում եմ, որ ինձ երեկոյան պետք է SMS գրեն, օրինակ եմ ասում, որ ես հանգիստ քնեմ, բայց ես իմ մտքում ունեմ ինչ-որ պատկեր, որտեղ որ իմ ընտրյալը բարում ժամանակ է անցկացնում, դա արդեն ոնց որ ինքնազգացողության վրա կազդի։ Ու իրականում մի բան եմ հասկացել, որ ինչքան գուցե դա կլիշե հնչի, բայց ինչքան մեծանում ես, ավելի դժվար է լինում այդ red flag-երից խուսափելը, որովհետև դու ունենում ես քո ապրելակերպը, քո զարթնելու եւ քնելու ժամերը, որոնք որ գուցե երիտասարդ տարիքում չլինեն red flag-եր, բայց այս որոշակի շեմանցնելուց հետո արդեն դառնում են ակնհայտ red flag-եր։ Կկիսես արդյոք այս միտքը, թե ամեն դեպքում ինքնազգացողությունը ամենակարևորն է։ Այնքան բարդ է մեծանալու հետ զուգահեռ քո մարդուն գտնելը, ինձ թվում է դու կփաստես դա։ Եվ եթե վերածենք դա կենցաղի, հա, այդտեղ շատ մեծ կարևորություն կա, որ դուք նույն ժամային գրաֆիկով ապրեք, որպեսզի ձեր կենցաղը կարողանաք կիսել։ Բայց այդ նույն ժամային գրաֆիկով դու կարող ես հանդիպել եւ կիսել մարդու հետ կենցաղ, ում հետ դու ընդհանրապես չունես ոչ մի հոգեվոր կապ։ Դա էլ է վախենալու։ Ու դա ինձ համար ավելի վախենալու է, քան մենակությունը։ Դա իսկապես վախենալու է, որովհետեւ հա դուք կարող եք միասին գնալ ջիմ, նույն տարածքում լավ ինքը բոքսի, դու պիլատեսի, ժամանցը կազմակերպեք այնպես ինչպես ձեզ հարմար է, բայց չունենեք այն հոգևոր կարևորագույն կապը, որը քեզ ներքին հանգստություն է տալիս ու երևի թե հենց այդ սերն է։ Իսկ կենցաղների տարբերության մեջ շատ հաճախ երևի թե լինում է, որ լինում է սեր, հոգևոր կապ, բայց կենցաղների շատ մեծ տարբերություն կա, ու այդտեղ արդեն ի հայտ են գալիս red flag-երն ու green flag-երը։ Ու մեծ կոնֆլիկտ կարա նույնիսկ առաջանա տարբեր կյանքերով ապրելու համար, չէ, որ դուք միասին լինելու համար եք միասին։ Բայց հարաբերությունը, ես չեմ պրոպագանդում կոնֆլիկտը, բայց հարաբերությունը ինքնին արդեն կոնֆլիկտի մասին է։ Ուղղակի այն ճանապարհը, որը զույգը անցնում է, այն ընտրությունները, որ կայացնում է, վերջի վերջո բերում է կամ ինչ որ շարունակության կամ ոչ։ Բարդ ճանապարհ է ընդհանրապես հարաբերություններ կազմել, շարունակել, եւ եթե այդպես կետերով նայենք, որ կենցաղում այսպես պետքա լինի, որ
դե իսկապես այդպես է, բայց այն մի հատ կարևոր հատված էլ կա, որ եթե չկա, դու դրա մեջ երջանիկ ես, թե ոչ։ Դա քո մարդն է, թե ոչ, էլի վերադառնում ենք նույն կետին։ Դու ունես այդ զգացողությունը, որ նա քո մարդն է, որովհետև դու կարող ես տարբեր կենցաղներով դուք կարող եք ապրել եւ ունենաս այդ զգացողությունը, որ նա քո մարդն է։ Իսկ դու փնտրում ես քո մարդուն։ Թե կոմֆորտ ես միայնակության մեջ, որովհետև կարծեմ հերթական caption-ը, որը որ դարձել էր նյութ, որովհետև ես ամեն դեպքում որոշակի research քո հետ կապված արել եմ, ուզում եմ հասկանալ այդ հարցազրույցը որտեղ է ստվել, հետո հասկացա, որ դա հարցազրույց չի, պարզապես մի քանի փաստ էի քո մասին գրել, որ թարգմանվել անգլերենով էր գրել, թարգմանվել եւ դարձել ԶԼՄ-ներում տեղեր գտել որպես նյութ։ Մի կետ կար, որտեղ որ նշել էր, որ կոմֆորտ է ինքդ քեզ հետ եւ նոր եւս դա ասեցիր, որ մենակ լինել այդքան էլ վախենալու չի, ավելի վախենալու բաներ կան։ Եթե թեման դեռ ակտուալ է, փնտրում ես քո մարդուն եւ եթե ունենք հնարավորությունը այդ թեմային անդրադառնալու, ինչ խնդիրներ ես նկատում այսօրվա հարաբերություններում, փոխհարաբերություններում գիր տղամարդ։ Մենակության մեջ կոմֆորտը ենթադրում է այն մեծ ժամանակը, որը դու տրամադրում ես ինքդ քեզ, կենտրոնանում ես քո վրա, քո զարգացման վրա, չես հարմարվում այլևս ժամանակի կիսելու, անցկացնելու բարդությունների վրա, չէ, որ ամեն դեպքում հարմարվում ես, երբ սկսում ես թեկուզ ընկերներիցդ մեկին հանդիպելու համար, դու ինչ-որ փոփոխություններ ես մտցնում քո գրաֆիկի մեջ։ Իսկ երբ դու հարաբերությունների մեջ ես, դու ունես անծայրածիր ժամանակ, որը կարող ես կառավարել քո կոմֆորտի համար։ Կոմֆորտ ասելով հենց դա եմ նկատի ունեցել։ Բայց իհարկե, եթե հարաբերություն, ապա այո, ես փնտրում եմ իմ մարդուն, ոչ թե ուղղակի հարաբերություն միայնակ չլինելու համար, այլ այն զգացողության, որ ինձ կտա վստահություն, որ իմ ընտրությունը միայն ֆիզիկական առումով չի, այլ նաև էմոցիոնալ շատ ուժեղ մտերմության մասին է։ Շատ սիրուն նշեցիր, ասեցիր, պատասխանեցիր հարցին, ու ես ամբողջ ընթացքում մտածում եի Անահիսի մասին, ճիշտն ասած, ասեմ ինչու, որովհետև օրինակ ես չունեմ իմ կյանքում Անահիս, ու ես ունեմ այդ մտավախությունը ինչ որ պահի միայնակ լինելու եւ այլն, հիմա չխորանամ, որովհետև սա ամեն դեպքում քո ոդկասթն է, դու ես հյուրը։ Դու ազատ ես քո ոդկասթ։ Բայց դու ունես Անահիսին, ու դու միայնակ էլ չես լինի, որովհետև դու Անահիսին ունես, բայց բնականաբար մայրանալը եւ երիտասարդ տարիքում հատկապես մայրանալը քեզ տալիս է ինչ-որ բաներ եւ զրկում է ինչ-որ բաներից, որովհետև նոր մենք խոսում էինք եսի վրա կենտրոնանալու, քո ձևերով, քո ազատ ժամանակը կառավարելու վրա, բայց հասկանալի է, որ երբ քո կյանքում հայտնվում է այնպիսի մի հրաշք մարդուկ, ինչպիսին Անահիսն է, դու այլևս չես կարող 100%-անոց ապրել եւ վարել այնպիսի կենցաղ, ինչպիսին որ դու գուցե կուզեիր կամ պատկերացրել էիր։ Հիշեցնելով հարցս, հուզվում եմ, մոռանում եմ։ Սա իմ համար իրականում շատ նուրբ թեմաներ են եւ չեմ հիշում այսքան անձնական թեմաներ արդյոք երբևէ ես քննարկել եմ թե ոչ։ Բայց այո, Անահիսը ինչ քեզ տվեց, մայրանալը, ոչ թե Անահիսը կոնկրետ, մի քիչ ավելի գլոբալիզացնենք։ Երիտասարդ մայր դառնալը ինչ տվեց քեզ եւ ինչից զրկեց։ Եվ գուցե ինչ որ բաներից զրկեց սկզբում, բայց հետո դու հասկացար, որ արժեր։ Ես սկսեմ նրանից, թե ինչ տվեց շատ մեծ պատասխանատվություն ու գուցե արդեն բանալ լինի հնչի, բայց նաև տվեց իմաստ։ Դա չի ենթադրում, որ միջև Անահիսը ես չունեի իմաստ ապրելու, չէ, ունեի, բայց վերաիմաստավորվեց իմ կյանքը իմ շարունակության տեսանկյունից, այսինքն էմոցիոնալ առումով դու վերարժևորում ես ամեն ինչ ու գիտակցում ես, որ հիմա կյանքը փոխվում է ինչ-որ կետից, դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո համար, այլ նաև քո երեխայի համար ու այդ process-ի մեջ շատ հետաքրքիր ճամփորդության մեջ ես արդեն ընկնում, բացահայտում ես ինքդ քեզ այլ տեսանկյունից, ճանաչում ես այդ փոխհարաբերությունների մեջ երբեմն իրականը կարող ես տեսնել քեզ, որ դու քո մասին լրիվ ուրիշ կարծիք ունեիր, բայց պարզվում է երեխայի հետ հարաբերություններում նա քեզ ցույց է տալիս քո իրական կողմը, որը որ մինչ այդ ուղղակի այդ հնարավորությունը չի ունեցել արտահայտվելու, հա։
Եվ հարցի երկրորդ կողմը ինչով ինչ տվեց, ինչից զրկեց։ Ժամանակից, էլի, շատ պարզ է ամեն ինչ, ժամանակից, որովհետև քո ժամանակը արդեն բաշխվում է քո երեխայի հետ հարաբերությունների հետ նաև անցկացնելու համար եւ հիմա շատ կարելի է հեշտացնել այդ process-ը օգնականների միջոցով, մանկապարտեզներ կան, դպրոցներ, խմբակներ եւ այլն։ Բայց ես խորապես վստահ եմ, որ երեխայի հետ մինչև ժամանակ չանցկացնես, այն ամենասկզբում հենց սկսած այդ էմոցիոնալ կապը, այդ որ ասում են մայրական բնազդ, ես դրան միշտ թերահավատորեն եմ մոտեցել, որ երեխան չծնված արդեն մայրական բնազդ են ունենում կանայք, ես անկեղծ միանգամից դա չեմ զգացել ու դա ինձ մոտ առաջի տարվա ընթացքում նոր սկսել է զարգանալ, դա էլ եղել է ինչի արդյունքում, որովհետև ես ժամանակ եմ տրամադրել իմ ու Անահիսի համար, ես եմ խնամել իրան իհարկե մայրիկիս օգնությամբ, բայց ես դայակ չեմ ունեցել եւ մեծ մասը ես եմ զբաղվել խնամքով ու հենց այդ process-ի մեջ է, որ առաջանում է, կարծում եմ, հասարակության կողմից ստեղծված հենց այդ մայրական բնազդը։ Եթե դու այդ ժամանակը չես տրամադրում այդ ռեսուրսը, էներգիան այդ հարաբերությունների մեջ, դու որտեղից պիտի զգաս այդ մայրական բնազդը, որտեղից է գալիս, այդ մի քիչ չեմ հասկացել։ Կա այնտեղ ինչ-որ պատասխանատվություն, ինչ-որ կետեր, որին դրան դու պիտի համապատասխանես որպես ծնող, բայց իրական զգացողությունը պատասխանատվության հետ կապված, երբ դու առավել ուշադիր ես քո երեխայի նկատմամբ, գիշերները կամ ցերեկը, դա գալիս է հենց այն անցկացրած ժամանակից, որը որ դու տրամադրում ես քո երեխայի համար։ Քանի որ մայրիկիդ անդրադարձար, թեթև ակնարկով, մի բան մտածեցի, որ հատկապես 90-ականներին ծնող լինելը շատ բարդ էր ու հիմա անգամ էլ չեմ ասում մեր իրականության մեջ, բայց հիմա միջազգային, չգիտեմ հիմա այդ տրենդը ակտուալ է թե չէ, բայց միջազգային տրենդ կար, որ ծնողները ամեն բան անում են երեխաների համար, հետո երեխաները գնում են հոգեբանների մոտ եւ ներում են իրենց ծնողներին։ Իհարկե համ տխուր է, համ ծիծաղելի է, բայց երկուսս էլ հասկանում ենք խոսքը ինչի մասին է։ Վերհիշելով քո փոխհարաբերությունները մայրիկիդ հետ, որոշակի մանկական տրավմաներ, կա ինչ-որ մի բան, որ դու գիտակցաբար փորձում ես չփոխանցել Անահիսին, եթե իհարկե մենք ունենք հնարավորություն այդ թեմային անդրադառնալու։ Տրավմաներ չեմ կարող ասել, դե բնականաբար սերունդների բախումը միշտ կա, դա անխուսափելի է։ Միայն ժամանակի հետ ես սկսում հասկանալ շատ բաներ, որոնք քեզ համար հարցեր են առաջացրել, ինչու այսպես, ինչու ոչ այսպես, ես այսպես էի ուզում, մամ, պապ, դա ժամանակի հետ հասունության հետ մեկտեղ է գալիս, ընդհանրապես թե այն ժամանակ, թե հիմա, ես կարծում եմ, երբ դու ծնողի դերում ես, ժամանակը քեզ միշտ քիչ է, երբ դու տատիկի դերում ես, ասում են տատը քաղցր բան է, չէ, դու անծայրացիր ժամանակ ունես, որ թոռանդ կարաս տաս։ Հիմա երբ ես մամային նայում եմ, ես որպես տատիկ իրանից սովորում եմ նաև ներկայում լինելու իմ աղջկա հետ, որովհետև որպես ծնող իմ դերի մեջ ես շատ անելիքներ ունեմ, որ պլաններ ունեմ, որ պիտի իրականացնեմ, որ հաջող եմ որպես ծնող նաև իմ աչքերում եւ Անահիսի աչքերում։ Դա իհարկե նաև կապված է շատ մեծ նպատակների հետ կապված մեր ապագայի հետ, որի անբաժան մասն է կազմում նաև ֆինանսը, որը կրկին մեզնից շատ ժամանակ է տանում։ Ու այդ ծնողի դերի մեջ նորմալ է նաև, կարծում եմ, ծնողը կորցնում է այդ շատ ժամանակ տրամադրելը երեխային էմոցիոնալ մտերմություն ստեղծելու, կապ հաստատելու, որոշակի ընկեր լինելու, նայած ինչպես կարող ենք դա անցալել։ Երևի թե դա է, որ այն ժամանակ ես շատ չեմ ունեցել, որովհետև ծնողներս շատ զբաղված են եղել, ու հիմա երբ նայում եմ, որ պատճառը եղել է իսկապես այդ ժամանակաշրջանի կյանքը այդպես է դասավորվել, ու երբ որ ես տեսնում եմ, որ
տատիկին, այս դեպքում մամայիս, Անահիսի դեպքում տատիկին շատ էլ հետաքրքիր է իր թորան հետ, ինձ հետ հիմա արդեն ներկայում, երբ այդքան շատ անելիքներ չկան, ժամանակ անցկացնել, հասկանում եմ, որ ինձ դա օգնում է ավելի վերադառնալ ներկա, ավելի մի քիչ հեռանալ իմ պլաններից, իմ գրաֆիկից, իմ ցանկություններից, որոնք փորձում եմ գերակատարել, վերադարձնում է ինձ ավելի ներկա, դանդաղելու ու լինել ուղղակի կյանքում, հենց այս պահի մեջ լինել։ Ինքնասիրուն ես պատասխանում հարցերին, որ ես sense մտքերով գնում հասնում եմ, չգիտեմ ու հետո մտածում ինչից էինք խոսում մի րոպե։ Շնորհակալ եմ։ Քանի որ բախումից խոսեցիր սերունդների եւ քանի որ դու շատ մեծ ժամանակ ես անցկացնում նորաձևության ոլորտում, մի հետաքրքիր բան հիշեցի իմ մանկությունից, որին որ անպայման կուզեմ անդրադառնալ ու եթե մայրս նայի այս էպիզոդը, ինձ թվում է իրեն շատ լավ կզգա։ Մեր հարցը բերելու եմ իհարկե քո եւ Անահիսի դաշտիմա մի քանի րոպեից։ Ուրեմն մեր ամենամեծ խնդիրը երևի թե երբ ես փոքր էի, հագնվելն էր ու հատկապես 90-ականներին, երբ շատ դժվար էր ինչ-որ հետաքրքիր բաներ գտնել եւ որակյալ կտորներից ինչ-որ բաներ գտնել երեխաների համար եւ բնականաբար այն ամենը ինչ-որ այդ պահին մայրիկս հայթայթում էր կամ հայրիկս չգիտեմ որտեղից պեղում բերում էր եւ իրենք ինձ հագցնում են, ես այդ ամենը չէի սիրում եւ ես ուզում էի հագնվել այնպես ինչպես իմ ընկերներն էին հագնվում մանկապարտեզում եւ այլն եւ այլն։ Հիմա բան չանելով ինչ-որ չընդհանրացնելով ընդհանուր էս թեման, ամեն դեպքում երբ հիմա ես նայում եմ իմ մանկության նկարները, բոլոր այն նկարներում, որտեղ որ ես եմ հագնվել, դա ուղղակի ես ահավոր տեսք ունեմ։ Իսկ բոլոր այն նկարներում, որտեղ որ ծնողներս են ինձ հագցրել, բայց ես այդ պահին մտածում եի, որ այս ինչ շոտլանդական ինչ որ կիսաշրջազգեստով եմ, ես ով ընդհանրապես ծնկից ներքև նման բան հագնում եւ ինչ տատիկական օրինակ շրջազգեստ ասա, անգամ այսօր կարելի էր այդպես հագնված, անկախ նրանից դու երեխա ես թե մեծ ես, հնարավոր է անգամ այսօր այդպես հագնված, օրինակ դուրս գալ ու տենց ես երբևէ իրեն սա չեմ ասել, բայց հիմա ֆոտոները նայելով իսկապես գիտակցում եմ եւ նաեւ գնահատում եմ այդ բոլոր ջանքերը, առավել եւս էլի կրկնում եմ 90-ականներին։ Հիմա քանի որ դու նորաձևության ոլորտում ես, ուզես թե չուզես եւ Անահիսը այդ ամենը տեսնում է, արդյոք հագնվելը առօրյա ինչ որ կենցաղային խնդիր է, որին որ դուք ստիպված եք բախվել։ Այո։ Շատ երկար եկա, բայց փաստորեն պետք էր։ Այո, դե այսպես ասեմ, ես միշտ ազատություն եմ տվել Անահիսին իր ընտրությունների հարցում, ինչա ուզում հագնի, եթե դա իհարկե եղանակով պայմանավորված չի ու չի վնասում իրեն, նա միշտ ազատ է եղել ընտրելու, թե ինչա ուզում հագնի, որը տարիների ընթացքում բերեց այն խնդրին, որ եթե նա չի որոշել, որ այս հագուստը պիտի գնենք, նա չի էլ հագնելու։ Կամ եթե ինչ-որ տեղ պիտի գնանք, ես նախորոք դրել եմ ժամանակ խնայելու համար իր հագուստները, նա չի հագնում ուղղակի դա ու նորից ժամանակ է ծախսվում նրա վրա, որ ինքը պիտի այդ հագուստի ընտրություն անի, որովհետև ինքը արդեն ունի ձևավորված կարծիք, թե ինչպիսի տեսք ունի նա, ինչպես է իրան ավելի հարմար, ինչ ֆորմաներ է նա սիրում, այսինքն ես ինքս դա այդ հնարավորությունը ստեղծել եմ ու դրա հետո արդեն կենցաղում ունենում եմ խնդիրներ, որովհետև ժամանակը սխալ ենք պլանավորում դրա պատճառով։ Իսկ ինչպես կգնահատես որպես մասնագետ Անահիսի ընտրությունները։ Ես հիմա գիտակցաբար ասում եմ, որ այն ամենը ինչ որ ընտրում էի ես, ուղղակի ահավոր էր։ Վստահ եմ, այն ժամանակ էր ահավոր, հիմա էլ ավելի ահավոր է նայվում։ Իսկ ես մի քիչ մտածում եմ դու քեզ թերագնահատում ես։ Ես քեզ կուղարկեմ նկարները։ Չեմ ուզում այսպես շատ տենց ծնողական սիրուց կուրացած տեքստեր ասեմ, բայց ինձ համար իսկապես շատ հետաքրքիր հագուստի ոճափոխություններ, ստայլինգները անում Անահիսը, շատ հետաքրքիր ինձ համար։ Օրինակ երեկ մենք կինոյի պրեմիերային էինք, ինքը համադրել էր շատ տենց ծավալային կիսաշրջազգեստը, վիտրովկան ոնց է հայերեն անձրևանոցը ուրիշ բան է։ Հովանոց, ոնց է կոչվում։ Անձրևանոց երևի։ Չէ, հենց
ժակետը, որը որ վիտրովկան անձրևային այդ կտորից, հա, բայց ես մտածել եմ անձրևանոց եւ զոնտիկի համար օգտագործել եմ միշտ հովանոցը, բայց եթե ուրիշ տերմին կա, խնդրեմ մեզ օգնեք։ Կարանք ասենք վիտրովկա վերջացնենք, հա, թողներեն մեզ, բայց մի խոսքով շատ հետաքրքիր համադրություն էր արել, վերևը սպորտային էր, հետո գնում էր շատ ծավալ էին կիսաշրջազգեստով եւ վերջանում էր բալետկաներով։ Ես շատ եմ հավանում իր ստեղծած կերպարները, անկեղծ գուցե այստեղ հաղթում է նաև այն սերը, որ ես ստացում եմ իր նկատմամբ, բայց օբյեկտիվորեն եմ կարծում հիմա զգալով պատասխանում, որ իսկապես շատ լավ է ստացվում իր մոտ իր համադրությունները։ Եվ նա նույնիսկ ինձ խորհուրդ է տալիս ինչ որ հարցերում իմ լուքերի հետ կապված։ Լսում ես։ Այո։ Շատ լավ է։ Եվ քանի որ ես իհարկե շատ կուզեի, որ մենք անվերջ զրուցեինք, բայց ցավոք չունենք այդքան ժամանակ եւ հնարավորություն։ Ուզում եմ վերջին հարցով եզրափակենք, քանի որ դու փորձում ես հասցնել ամեն ինչ, փորձում ես վարել առողջ ապրելակերպ օրանժում, նաև ես քեզ հաճախ տեսնում եմ մայրությունը համատեղում ես քո աշխատանքի հետ, on-line ներկայության հետ, որը եւս բավականին բարդ է եւ աշխատատար։ Կա ինչ-որ մի բան, որ չես հասցնում անել, բայց շատ կուզեի դրան էլ ավելի շատ ժամանակ հատկացնել։ Հա, այդ ամեն ինչի բալանսն եմ ես ուզում գտնել, որովհետև ես միշտ ինչ-որ մի բան անելու գերակատարության մեջ եմ, եթե ես մարզվում եմ, ես պիտի փորձեմ դրա լավագույնը անել, եթե ես սնվում եմ առողջ, փորձում եմ գտնել դրա լավագույն ամենամաքուր տարբերակը, որ կարող եմ դրան հետևել, եթե նկարում եմ ինչ-որ կոնտենտ աշխատանքի մեջ, փորձում եմ գտնել այն ամենալավագույն ռակուրսը, լույսը, լոկացիան, որը որ շատ ժամանակ է խլում ու հենց այդ ամեն ինչի մեջ բալանսից դուրս ես գալիս ու կորցնում ես այդ շարունակական լինելու ցանկությունը, որ ուզում ես ինչ-որ մի բան կանոնավոր դառնա քեզ մոտ։ Իսկ մարզումներդ կանոնավոր են։ Իրենք կանոնավոր են, ես բարբերաբար փոխում եմ տարբերակները, ժամանակին դա պիլատեսն էր, հիմա ավելի ակտիվ յոգայով եմ զբաղվում, մեկ ամիս առաջ մինչև ավելի հաճախ էի ջիմում մարզվում, հիմա քչացրել եմ քանակը, բարեմ ուզում ավելացնել իմ գրաֆիկին։ Անայսի մոտ կարող ես դասեր վերցնել։ Այնտեղ միայն երեխաներն են գնում։ Ես ֆանատն եմ, ես Անայսի պարերի եւ ոչ մի story, որտեղ որ Անայսը ապարում է, ես բաց չեմ թողնում, ես հետ եմ տանում, մոտեցնում եմ, ցույց եմ տալիս բոլոր այն ներկաներին, մի խոսքով, այո, ինձ թվում է այս ժամանակն է ինքը իր էջ ունենա, որը կվարես դու։ Դեռ ոչ, բայց հա ժամանակին, երբ որ մի քիչ էլ մեծանա, ցանկության դեպքում կունենա, ինձ մոտ ցանկության դեպքում դա անհնարավոր չլինի ինչ որ երեխայի մոտ, որովհետև հենց այդ սերնդի երեխաներն են։ Հա, իսկապես Անայսը շատ է սիրում բարով, որ հենց այն բարով, որ զբաղվում է։ Շնորհակալ եմ։ Մատ բլից հարցումով եմ ուզում ավարտենք, պատրաստ ես։ Այո։ Իդեպ որ ասեմ հանրային սեր, ես նկատի ունեմ այն հանրային սերը, որի մասին որ խոսեցիք մենք։ Արագ անցնենք հարցերով։ Հանրային սեր, թե գողտրիկ երջանկություն։ Գողտրիկ երջանկություն։ Քիմիա, թե էմոցիոնալ անվտանգություն։ Էմոցիոնալ անվտանգություն։ Առաջին հանդիպման ամենամեծ red flag-ը։ Իրականությունից կտրված լինելը։ Green flag, որը ժամանակին անտեսում էիր։ Երևի հենց այդ քո մարդու զգացողությունը, կամ եթե քեզ լավ է մարդու հետ։ Love bombing, թե դանդաղ հասունացող սեր։ Երկուսն էլ չի կարող լինել։ Ընտրենք երկուսն էլ։ Կիրք, թե խաղաղություն։ Խաղաղություն։ Ու ինչ ես փնտրում այսօր։ Բալանս։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք ուզում ենք մնայինք ստեղ կներեք, բայց դուք նամյոկներ եք անում, որ մենք պիտի վերջացնենք։ Ինչքան տևեց։ Ժամ 10 րոպե։ Լու ասել է էլի, հա, այդքան Բայց շատ ինձ թվաց вообще նոր ենք սկսում։